Հարգելի ֆուտբոլասերներ, Հաֆելի YouTube-յան ալիքում սկսում ենք ռեպորտաժը Հաֆելի երկրորդ դիվիզիոնի հերթական տուրի խաղաշրջանակներում այսօր կմրցեն միմյանց հետ Արարատը եւ Արցախը քիչ ներկայացնեմ թիմերի մեկնարկային կազմերը մինչ այդ խոսենք մրցաշարային աղյուսակից բավական քիչ են դասավորված թիմերը Արցախը 6-րդ հորիզոնականում իսկ Արարատը եզրափակում է լավագույն տասնյակը հաղթանակի հնարավոր հաղթանակի դեպքում Արարատը դու կմոտենա Արցախին, տեսնենք ինչպիսի զարգացում կստանա հանդիպումը Արարատը դուրս է եկել հետևյալ կազմով խաղադաշտ Դարպասցին Պողոսյանն է համար 41 Պաշտպանությունում Հարությունյան համար 3 Մանուկյան համար 79 եւ Դավթյան համար 6 կիսապաշտպանությունում Խաղան Սարգսյանը համար 8 Հարությունյանը համար 9 եւ Զաքարյանը համար 10 առաջ քաշված Հարցակվողն էլ Արքև Աբրահամյանն է տեսնենք մեկնարկել է հանդիպումը Արցախի ֆուտբոլիստները փորձում են դիրքային գրով կազմակերպել մինչ այդ փորձեմ արագորեն նաև ներկայացնել Արցախի մեկնարկային կազմը Դարպասին Մաղաքյանն է համար 16 պաշտպանությունում գործեն 3 ֆուտբոլիստներ Խաչիկյանը Վարդենյանը եւ Տաշչյանը կիսապաշտպանությունում էլ Ձախից Խաղա Հարությունյանը, Աչից Վարսեղյանը, իսկ ենթահարձակվողի գոտում Խաղա Սարգսյանը, առաջ քաշված հարձակվողն էլ Գևորգյանն է։ Խաղը այսօր սպասարկելու է Վահագն Ակումյանը, իսկ խաղը դες համար կմեկնաբանի Գևորգ Մկրտչյանը։ Ստանդարտի հնարություն է ստացել Արարատի ֆուտբոլիստները, դիրքը Արվածային չէ խաղարկում են Իմի ավակ Հարությունյանի հետ, փոխում Հարությունյանը գրոյի եզրը Սարգսյան Աբրահամյանն է նահանջել, ստանում է գնդակի կենտրոնում Բարձից փոխանցում, բավական բարձր են դիրքավորվել Արցախի ֆուտբոլիստները Անց դաշտի կենտրոնում էլ դիմավորում էին Արարատի տղաներին, իսկ երկար փոխանցումը դեռևս արդյունք չտվեց Արցախի գրոյին ենք հետևում Մանուկյանն է ստանում գնդակը ձախեզրում Խաղարկում են պաշտպանությունում գնդակը Արցախի ֆուտբոլիստները Փորձում ճեղքեր գտնել Արարատի պաշտպանությունում Սենյան, Խաչիկյան Չորմանում Փորձն է գնդակի գնդակը, բայց ամեն ինչ բարակ Խաչիկյան Տաշյան Արտանյան Ու փոխանցում կարող էր վտանգավոր լինել, բայց Արարատի պաշտպանը կարդաց Սարգսյան, հասնում է գնդակին Սարգսյանը, խախտում կար, ցույց է տալիս խաղի մրցավարակոլյանը և գնդակում կրտեն Արցախի
Տրոցված է գնդակը, բայց ոչ այնքան հեռու, հիմա եզրային ներում։ Ոտոնյան, խաղման։ Մնացականյանի այդ։ Մոխացում է ողջին ջուժաղերով Ոչիկյանը չի հասնի գնդակին հարված կտեսնենք ահատի պաշտպանած պասից արագոր են խաղարկում են գնդակ ահատի ֆուտբոլիստները Աբրահամյան ըստ նախնական սխեմայի նշված է որպես առաջ կաշված հարցակվող, բայց բավական հետ է իջնում ահատի 19 համարը փորձում դակներ կանան նաև կենտրոնում Այսպիսով խորություն հաղորդել է ահատի գրողներին, որոնք այս պահին Սակավատի Արցախի ֆուտբոլիստները որպես առաջին համարով են խաղում ու ժամանակի մեծ մասը տիրում են գնդակին, Խաչիկյան, Մնացականյանն է գնդակով, փոխնագրերի ուսումը դեպի աջ։ Ջողեն եզրից։ Անետեն ահատի դղանը Փոխում են գրոյությունը դեպի աջ, բայց Հարությունյանը չկարողանում ընդունել գնդակը, եզրից մոտում, տեսնենք կարող ֆորման ստացվել անկյունային, Զաքարյանը գնդակը ուղարկում է անկյունային ու Արցախի ֆուտբոլիստները իրաստեն առաջին անկյունային հանդիպման, Մացականյան Վարդանյան արվածը Չէր, գնդակով շարունակում են մնալ Արցախի ֆուտբոլիստները Ինչ է ցույց տալիս մրցավարը, դուրս չի եկել գնդակը ըստ մրցավարի ու եզրից շարունակ են խաղը Արցախի ֆուտբոլիստները Հատեսեք որտեղ է Աբրահամյան ընդունում գնդակը Հիտ առաջ Հենց սրա մասին են խոսում Արվեց անատական խաղով, սակայն նաև խաղթում կար Սարգսյանի կողմից ու գնդակով կշարունակ են մնալ ահատի ֆուտբոլիստները Անկյան, փոխում է գրոյությունը դեպի ձախ Աբրահամյան, լավն էր գործողությունը, բայց հարված է Փակում են Արցախի ֆուտբոլիստները Մասնավորապես Վարդանյանը և Չարստեղ, եվից նետում Վարդաստավ Ոտ, անկյունային կիասնում հարցակվիքները Բարձրից, դարպասապար տեղում է, տեսնենք կլինի ակագրո թե ոչ Փոխանցում դեպի թիմի ավակը, բայց Խաչիկյանը չի հասնում գնդակին Մնացականյան դեպի աջ Մնացականյանի
մոտ, Խաչիկյան, Մնացականյան, Խաչիկյան, Խլում են գնդակը, սլում են ծավար երկը, պաշեց, մարզը շապիկից, Զաքարյանը աչեզրում ընդունում է գնդակը Զաքարյանը, վարձից անկյունագից դեպի ձախ եզր Աբրամյանը Սարգսյանը խլում է գնդակը, ավելի փորձում սկսել թիմի գրոհը արդի ֆուտբոլիստները խլում են գնդակը սակայն կանոնները խախտելուց հետո ըստ Վահագն Ակուլյանի խաղարկել է պետ գնդակը նորից Գնդակը ֆիքսված դիրքում չէր և Արցախի ֆուտբոլիստները ևս մեկ անգամ փորձ են գնդակը մտցնել խաղի մեջ Ասուլի չէ, կարող է հետևել փոխանցումը տեսնենք կլինի հարվածային կա հարվածը, բայց ոչ-ինչ բարձր է ստացվում Զսված է հանդիպումը Հարությունյան, չեզրում Փոխանցում աչեզրով ոքչին ճուժա վերում Արված Արցախի 19 դարպասից Երկը սխալն էր կենտրոնում ու գնդակով Մարատի ֆուտբոլիստներն են խառնաշփոթ իրավիճակ էր կենտրոնում Երկրորդ փոխանցումը բավական ուժեղ է Խալվում է հիմա Արցախի ֆուտբոլիստը Աբրամյան ու գեղեցիկ սեգի եղինակ է դառնում Մամայքյանը ուղեց խաղանկերոջ սխալը, իսկ Աբրամյանը առաջին ռեալ գոլային հնարավորությունը գործրեց հանդիպման Մենք անկյունային կտեսնենք շատ վտանգավոր էր ու Ռեալ հնարավորություն էր հաշիվը բացելու Ասից փոխանցում, Մանուկյանն է միացել գրային 8-ի մի ավակը բացում է խաղի հաշիվը, գոլ 1-0 Արարատի ֆուտբոլիստները Խաղակեսի միշտ եմ ասում բացում են խաղի հաշիվը Վերցվում է հանդիպումը, բավական Ախորուն գրողներից հետո կարողացան ամեն դեպքում հաշվի մեջ առաջ անցնել Արարատի ֆուտբոլիստները ստանդարտը տվեց իր արդյունքն ու
Կրկնի ավակը Մանուկյանը բացեց խաղի հաշիվը, տեսնենք ինչով կպատասխանի Արցախը։ Կրկին խառնաշփոթ իրավիճակ է կենտրոնում։ Բավական բարձր է խոտանը, Աբրահամյան։ Վերցնում է գնդակը Աբրահամյանը, հիմա ձախ եզրով Արցախի գրոհին ենք հետևում։ Տանգավոր կարող է լինել, բայց կորցրեց հասարակշռությունը, հետո էլ գնդակը շարունակում է մնալ գործողությունը։ Վերջին գործողությունը շատ լավն էր ու փոխանցումը Սարգսյանի Գեղեցիկ էր դեպի խաղանկերը, սակայն նրան եզրային նետում կտեսնենք։ Շատ կարևոր է Արցախի ֆուտբոլիստների համար մինչ ընդմիջում վերականգնել է հաշվի հասարակությունը։ Տեսված է հանդիպումը, Մնացականյան, աչեզվում է գնդակը, կրկին Մնացականյան, դուրս չէր եկել գնդակը, բայց այսքանով ավարտված է։ Արեք հագագրով չենք տեսնի, պաշտպանները արդեն ժամանել էին։ Իվան էին հրապարակ ու փոխանցումն էլ անաջող է։ Ապե խփեք որ արխային է։ Բարել է։ Դուքն փորձում են։ Չեղքեր գտնել Արցախի ֆուտբոլիստները, ձախից տարբերակ կա Հարությունյանը առաջ է մղում թիմի ֆուտբոլիստներին և տեսնում եք Մանուկյանը ինչպես է արձագանքում ազդուրած պաշտպանությունից հետո կարծես թե երկրորդ գոլն է խփել այս գործողությունը իհարկե գոլին համարժեք էր համաձայն եմ Մանուկյանի հետ Շմորանանք, որ Արարատի ավակը հենց նոմինալ պաշտպան է Հերթական Արցախի անկյունային է, տեսնենք ինչպես կստացվի ստանդարտը իրացնել Արցախի մոտ, փոխանցում բարձրից, տեսնելու ենք հարված թե ոչ, բավական խիտ են դասավորված երկու թիմերն էլ տուգանայինում ու հիմա կարող է շատ արագ հակագրող լինել, աչից կա տարբերակ, բայց Աբրահամյանը հապաղեց ու կորցրեց գնդակը, իսկ Արթենյանի փոխանցումը անհաջող էր գնդակը Մանուկյանը չի մտցնում գնդակի խաղի մեջ Մանուկյանն այդ պարտականությունները վերցրել իր վրա, հիմա կարելի էր հարվածել, կայանում է հարվածը ամեն դեպքում, բայց թույլ է Չխաղակեսի վերջին րոպեներն են, տեսնենք Արցախի ֆուտբոլիստները կարողանան արդյոք ստատուս քվոն վերականգնել, թե ամեն դեպքում Արարատի ֆուտբոլիստները հաղթողի կարգավիճակում են մեկնելու ընդմիջման, Դավթյանը կարդում է վերջին փոխանցումն ու խլում գնդակը, հիմա ստանդարտ ևս մեկ ստանդարտ Արցախի ֆուտբոլիստների կողմից Սունիչից հետո մենք կարելի հարվածել, ցույց է տալիս Վահագն Ակուլյանն ու Պողոսյանը երկու ոգանով պատ է կազմել, տեսնենք ինչ է լինելու, վստահ կա փոխանցումը հարված ու հարված Պողոսյանի պաշտպանած դարպասից, եթե ճիշտ նկատեցի դարպասը Սակայն բավական ուժեղ էր ու ասավ գնդակը Մաղաքյանին, իսկ Արագորեն Մաղաքյանը մսրել է գնդակը խաղի մեջ, Մնացականյան, աչեզրում ընդունում է գնդակը
Խարազատ տարածություն, սակայն դանդաղեց գրոհը կմնա Արցախը գնդակով սա արդեն կոպիտ խախտում էր Դավթյանի կատարմամբ ևս մեկ ստանդարտ տեսնենք Արցախ դեպի քարտ, ոչ քարտ չենք տեսնի Դիքը անհամեմատ ավելի լավն է, քան նախորդ դեպքում Գուցե հարված տեսնենք, այո, հարված ենք տեսնում, բայց բարձր էր Երրորդ անգամ է Մանուկյանի Սարոջի փոխանցումները չեն ստացվում, կարծում եմ ուրիշ բան է պետք մտածել, հիմա ևս մեկ հակագրոյի փորձ, Հարությունյան, Մանուկյանը դիրքում է Աբրամյանը գտնում նահանջել է ու ստացել գնդակը կենտրոնում Սաքսյան, ձախից Հարությունյանն է, աչից Մնացականյանը, ինչ կհնարի Մնացականը թողնում է գնդակը Հիմա խաղընկերոջ հարվածը բավական վտանգավոր էր ու Պողոսյանը շատ լուրջ սեյվի եղինակ է դառնում Կարող էր Արցախը Վերականգնել հաշվի հավասարակշռությունը ընդմիջումից առաջ Բայց ևս մեկ շանս ունի դրա համար Արցախը անկյունային Ուժեղ էր, սակայն գնդակով չշարունակ են մնալ Արցախի ֆուտբոլիստները ԵՒս մեկ հարվածի փորձ փակում են Հարակակրգրոհ, Սարգսյան, փոխանցումը վատը չէր դեպի Դավթյանը, սակայն հաջողությամբ չխսակվեց Հակոբյան, կորցնում Հակոբյանը գնդակը ու Սարգսյանն այժմ գնդակով դեպի աջ Փոխում են գրոյի ուղղությունը, կրկին Սարգսյան Հարվածային դիրք էր կարծես թե Սարգսյան վատը չէր հարվածը բայց փոքր-ինչ շեղությամբ անցավ այն դարպասի վրայով ԵՒս մեկ փորձ Մանուկյանի կատարմամբ Բարձից գնդակ նվարկել դեպի Արցակումենգից հերթական աննոջող փորձը Գավոր է, հարված ու գոլ գնդակը դարպասում է ազատ էին թողել հիմա Գևորքյանին ու Գևորքյանը կարողացավ հաշիվը հավասարացնել, ընդունեց գնդակը, կասեցրեց, հարվածեց, ոչ մեկ նրան չխանգարեց, մեկ-մեկ Ավարտին 3 րոպե կարծես կարողացան նվազագույն խնդիրը իրենց առջև դրված Արցախի ֆուտբոլիստները կատարել հաշիվը հավասարված է միջում հիմա ավելին նախորժակ ուղտելիս է բացվում կարծես Արցախի ֆուտբոլիստները փորձում են երկրորդը խփել մինչ ընդմիջում սակայն ստացվեց առաջխաղացումը գնդակը մնում է Արցախի մոտ ԵՒս մեկ գրոյի փորձ, Սարգսյան, Մնացականյան Մնացականյանի փոխանցումը վատը չէր, սակայն Որցրեցին գնդակը Հարությունյան Աբրամյանն է խլում գնդակը թիմի համար, բայց ուղերը բավարար չէին շարունակելու գրը Մնացականյան, Սարգսյան Աչեզում Շարունակվում է գրոհը Գևորքյան
գոլի եղինակ դառնել, սակայն փոքր ինչ չբավականացրեց Արցախի կիսապաշտպանին ու հաշիվն ամփոփող է 1-1 Աբրամյանը միայնակ երկու մրցակիցների դեմ Ադի 19 համարը ոչինչ չկարողացավ անել, կորցրեց գնդակը, հիմա Հարությունյան, Գևորգյան Աչից կա տարբերակ, սակայն բավական դանդաղ զարգացրին Երոյը Սարգսյան Գևորգյանը խաղում է դեպի աչ Սակայն Հարությունյանի հարվածը բարձր էր Կարծես թե հիմա արտին ավելի շատ են թվիչում հարկավոր, քան Արցախին, Արցախը բռնել է տեմպի վրա և մոտ է երկրորդ գնդակը խփելուն, սակայն արտի ֆուտբոլիստներն ընդունած գնդակից հետո կարծես թե երևս չեն կարողանում բռնել խաղի տեմպը Արցախի երկրորդ հատվածը լրիվ Արցախի առավելությամբ է անցնում Գուցե հիմա ինչ-որ դիրքային գրով կարողանան կազմակերպել, Հակոբյանը կենտրոնում դառնում առաջ, դեպի աջ Սարգսյանը շիրացնում գնդակին Պողոսյանը Արցախի հերթական գրող Հարությունյան Մացականյան Չկար առաջխաղացման տարբերակ և հնչում է Վահագն Ակուլյանի Սուլիչը առաջի խաղակեսը ավարտված է հիշեցնեմ Մանուկյանի և Գևորգյանի գոլերը 14-րդ և 22-րդ րոպեին դեռևս հաշիվը պահպանում են 1-1 հանգստանանք և քիչ անց կշարունակենք Այսվում է երկրորդ խաղակեսը, իջեցնեմ առաջ խաղակեսից հետո նետական գնդակ են փոխանակել թիմերն ու տեսնենք ինչ ընթացք կստանա երկրորդ խաղակեսը Խաղն ցույց է տալիս մրցավարը Հաչիկյանի նկատմամբ աղտեցին կանոններն ու հենց առաջինս անարություն աղտագործում Արցախը մեծացնելու առավելությունը հաչեզում գրոյի փորձ գնդակողտոման են Արցախի ֆուտբոլիստները Գրոյի փորձ, վտանգավոր կարող է լինելու գոլ, գնդակը դարդ ասում է Խաչիկյանը, առաջ է մղում իր թիմին, թիմի ավակը Արցախի ևս իր խոստումները ասելու 2-1 2-1 Արցախը այնպես է սկսում երկրորդ խաղակեսը ինչպես ավարտեց առաջինը հախուռն գրողներով դիրելով գնդակին ու գոլը չի ուշանում ընդամենը 1 րոպեում Արցախի ֆուտբոլիստները առաջ անցան հաշվի մեջ տեսնենք ինչով պատասխանեն Արարատի տղաները
Մանուկյան, Դավթյան Ոխում է գրոյ եզրը Մանուկյանը հիմա չմնում խլեր և խլում է կարծես թե Ձախեզրում գնդակը Խաչիկյանը Կրկին Խաչիկյան Գևորգյան չստացվեց խաղը պատխաղը գնդակը մի խված սուլիչ կար և դադարեցվել էր հանդիպումը, բայց ոչ աչ եզրով հիմա ճեղքել էր պաշտպանությունն ու կարող էր 3-1 դարձնել խաղի հաշիվը Անդոնյանը, բայց հաշիվը դեռևս անփոփոխ է 2-1 Եվս մեկ սխալ կենտրոնում ու Արցախի ֆուտբոլիստները Պարժեր մրցակցին, հիմա Արությունյանը կպայքարի գնդակի համար Շոնտակ է հիմա Սարգսյանը Ակուր չեր սանքոնցից ծավարն ու բանային Ապրեմենն է գնդակի մոտ, կարծես թե Ողացի է պատրաստում Ոտման են մարտաշատ չէ Իվանայինը 1-2 ֆուտբոլիստներ են Արցախի Ներություն Արատի Իվանայինում եվս մեկը միացավ Արությունյանը մասնավորապես հարված է շեղերու Տեսնենք հարված Մահոքյանի պաշտպանած դարպասից Ացրից փոխանցում, սակայն փոխանցումը ևս անաջող էր Այդպիսի մի բան կմտածի Մանուկյանը, բայց ոչ այս անգամ Մահարկում սակայն ևս անաջող Մանուկյանը հիմա ուղում է սխալը Արությունյան Աղտեցին բարոնները Մանուկյանի նկատմամբ Գալում եմ իշկարքին է արատ Մոսրից դեպի Աբրամյանն ու Արությունյանը Որցեց Աբրամյանը Պասեց նպետակը սապել Կլեցին ու հիմա Արությունյանը ձախեզրով Արցախի հետաքրքրում է Մազմակերպում Գևորգյանը չետից կա տարբերակ, տեսնենք Ակոպյան Մնացականյանն ու Անտոնյանը Ամուր ջանքերով խլեցին գնդակը Անտոնյան Եկի կենտրոն, տեսնենք հարված ու հորիզոնական դարպասաձողն է Թրկում Արարատին Երտական գոլից Ավետիսյանը Անաջով էր փոխանցումը, սակայն գնդակի կմնա Արցախի մոտ Մնացականյան Որ կեսում Մնացականյանը ավելի խորքից է գործում, առաջին կեսում կարծես թե Կիսա պաշտպանությունում էր խաղում ու հիմա նահանջել է պաշտպանություն, հարվածը Ատով ստացվեց Վարդենյանի մոտ Երտական գրոյի փորձ է, Զաքարյանը աչեզնում բացվել է Ես չի ստանում գնդակ, Աբրամյան հիմա Փոքրին շփումը անգամ Արությունյանի բավական կլին էր Հաշիվը հավասարեցնելու սակայն չկա այդ Փոխել է պետ գրոյի եզրը
Այդպես էլ վարվեց Արցախի ֆուտբոլիստը, սակայն անհաջող էր փոխանցումը, Մնացականյան Սականյանը 3 մրցակիցների շրջափակման մեջ կարողացավ պահպանել գնդակը իր թիմի համար, Գևորգյան շրջանցում է մեկին, պատխաղարկումը վատը չէր, Գևորգյան պարկում են հարվածը, Մնացականյան, կտեսնենք ևս մեկ հարված, ոչ, փոխանցում, աչեզրում կարող է վտանգավոր լինել, հարված ու գոլ, գոլ գնդակը դարպասում է, փոքրինչ, այսպես հետաքրքիր դրվագ էր, ամեն դեպքում կարծում եմ գնդակը բարս եղանի անվան դիմաց կգրանցվի 3-1 արդեն Ված է հանդիպումը պետք է որ տեսնենք Արարատի ախորոն գրոնները, սակայն Արցախն է գնդակով ու սականում է զարգացնել հաջողությունը Մնացականյան, աչեզրում գնդակը, Մնացականյան այսօր դաշտում ամեն ուրեք է որական մեծ ծավալի աշխատանք է կատարում Արցախի 20 համարը Մանուկյան, Աբրահամյանն է տխաղում Մանուկյանը Ազատ տարածություն ունի Աբրահամյանն իր առաջ, ոչ մեկ չի դիմավորում նրան Լոյան, կրկին Աբրահամյան, ձախեցնում Աբրահամյանը Ոսր շրնանցել, փոխացում է Կանաջող էր Անտոնյան Հոպանում է Անտոնյանը Իլակը թիմի համար Վարդանյանը հետ է խաղում Բարսեղյանը Բարսեղյան դեպի աջ, Անտոնյան Անտոնյան, լավն էր փոխանցումը Անտոնյանի հիմա Փորձում էր, որ Անտոնյանը պատրաստվում է հարվածի ձախ ոտքով, բայց փոխանցեց գնդակը հակադարձ եզրը Կարող էր բանկերը գրավել դարպասը, վաղական հնարամիտ փոխանցում էր Եվս մեկ գրոյի փորձ, Անտոնյան Սյան Պատը խաղարկում Սարգսյանը Բարսեղյանի հետ, Բարսեղյան Շատ վտանգավոր էր հարվածը, բացի այդ Գևորգյանն էլ Եթե ճիշտ նկատեցի կամ Գևորգյանն էլ կամ Հարությունյանը, կարծես թե Հարությունյանը ամեն դեպքում հնարավորություն ուներ ավելացնելու Թե հարվածը ինքնին կարող էր գոլի վերածվել, թե կարող էր վերածվել փոխանցման Սակայն բախտը ժպտում է այսպայն Արարատի ֆուտբոլիստներին ու Հաշիվը խոշոր չի դառնում, դեռևս 3-1 է Բարսեղյանը Թոնում է գնդակը Սարգսյանին, ձախ դեպի Թոնյան պատխաղը Դևս մեկ անգամ չի ստացվում, բավական ուժեղ է պատասխան փոխանցումը ու Մանուկյանը կվերսկսի հանդիպումը Դե ավակվել է պետ, երկրորդ գնդակը կարող է շատ բան փոխվել Մեկ որ խփելով կարող են փոխել սցենարը խաղի Սակայն դեռևս չի ստացվում անգամ պաշտպանությունից դուրս գալ Աբրահամյան
Ահա պաշտպանվում Ավետիսյանը ու Եզրիկ գնդակը։ Ետում Աբրամյանը։ Աբրաման։ Մրցակիցն շրջափակեցին ու խլեցին գնդակը։ Աբրաման Անոկյանը, բայց Հարությունյանը չկարացավ ասեցնել գնդակը։ Մեկ գործողություններ Աբրահամյանի կատարմամբ, սակայն Եզրից նետում միայն Սաքսանը Մանտոնյանը ընթանում է գնդակը, Գևորգյան Կանմա Գևորգյանը գնդակը թիմի մոտ, դեպի Խալչինյան Լավն է հնարկը Գևորգյան ու Անտոնյանը պակեց հարվածի ճանապարը Սարգսյան դե գրավել է պետարպասը գոլ 4-1 Սարգսյանը խոշորը դարձնում առավելությունը Մեկ Արարատի խփած մեկ գոլին 4 անգամ պատասխանեցին Արցախի ֆուտբոլիստները Կարծում եմ այսքանով հանդիպման երկը վճռված է Մա վերջնամասում տեսնենք Գավանան Արցախ Արարատի ֆուտբոլիստները Ատել հաշվի տարբերությունը Արցախի ֆուտբոլիստները կարծես թե գնում են 5-րդի հետևից Վասարյան աչեզրում Համը Սարգսյանի հետ Սարգսյան Պետրոնում կա Գևորգյանի տարբերակը Վերջյան աչեզ Վասարյան Հողում է գնդակը Թաշյանին աչեզրում է հիմա Տաշանը փորձում Դորբան են արար սակայն Հարված դարպասից, Արարատի պաշտպանած դարպասից Մանուկյանը Հերթական անգամ Հացնում է գնդակը խաղի մեջ Զաքարյան, լավն է Զաքարյանի գործողությունը Սարգսյանը հիմա ամեն դեպքում կարողանում է խլել գնդակը Մնացականյան Խաղում Ական հանգիստ պաշտպանությունում խաղարկում են գնդակը Արցախի ֆուտբոլիստները և Կարող է Ինքային գրոս ստացվել, սակայն Խաչիկյանի փոխանցումը փոխինչ ուժեղ է Հարությունյանը կնետի Եզրից, Աբրահամյան Հաղթում ցույց է տալիս մրցավարը Սարգսյանը Հրեց հետևից ու Արարատի ֆուտբոլիստները կլինեն գնդակով Աբրահամյան Անաջող է գործողությունը Խաչիկյան Սարգսյան Արսեղյանն է աչեզրում ընդունել գնդակը Կաթաշյանի տարբերակը խաղում է հետ Մնացականյան Մնացականյան ամեն դեպքում Թաշյանը ստանում է գնդակը աչեզրում Բարձրից ու հիմա Խաչիկյանը փորձեց հարմարվել գնդակին հարվածը Շեղ ստացվեց Մնացականյան
Ան դեպիս Բարսեղյանը արված ու դարպասապար կարողանում է փրկել Ադրվագում նիշտինին Գևորգյան աչեզրում շարունակվում Արցախի գրը Սարգսյան պատմական դեպքում հարված է սա ոչ թե ներողություն փոխանցում էր սա ոչ թե հարված բայց դրանից ձևություն շփոթում անկյունային Գևորգյանը հիմա գլխով հարվածի փոցը դառնում շեղեր Սակայնանա Բարսեղյան, լավն էր Բարսեղյանի փոխանցումը, Խաչիկյանը հիմա պահպանում է թիմի համար գնդակը, Սարգսյան դե գրավել է պետ դարպաս, ինչու փոխանցել Միայնակ է պետք վճռել դրվագի ելքը Աբրամյան Լու տարբերակները իր համար փնտրում Աբրամյանն ու շեղեր փոքրին չարվածը Առաջին գրողներից մեկը հանդիպման Գևորգյան արված ու գոլ Գնդակը դարպասում է, հերթական գնդակը 5-1 արդեն Արցախի ֆուտբոլիստները հաղթում են մրցակցին Սորթի հետևից են գնում Արցախի տղաները տեսնենք հարված դարպասապա հրկում է Գևորգյան Թաշճյանը կա հարվածի հարվածը բավական բարձր էր Երկու թիմերն են փորձում են ավարտել անիքում աստղել դրամաբանական ավարտին Ավետիսյան ոչ ոք չի դիմավորում Ավետիսյանին Անդամյան տեսնեն ևս մեկ գոլ ոչ ավելին ակամ անկյուն է ինչ են տեսնի Մանուկյանը շատ լավ է պաշտպանվում ու Հարված կլինի արատ է պահմանալ դարպասից Աբրամյան երեք մրցակիցների շրջապատման մեջ էր ու խախտեցին նրա նկատմամբ կանոնները Դա գիտին Աբրամյան Գնդակը Հաղթում ցույց է տալիս մրցավարը Աբրամյան աչեզրում Քիչ ես մեղադրի Աբրամյանին առաջ խաղացման տարբերակներ չկային
Մնացականյան, ինչ անելու Մնացականյանը փոխանցումը վատը չէր, բայց գլեցին պաշտպանները Անտենյանից հեռացավ գնդակը, Արատը երկսում է Արագորեն Կան փոխանցումը Հարությունյանին չստացվեց, բայց կլինի անկյունային Հարկում են անկյունային Հարությունյան դեպի Մանուկյանը, այս անգամ Մանուկյանին ժամանակ չտվեցինք ասեցնելու գնդակը Ադրամյան դարձել նետը խաղում պատասխան փոխանցումը, որը բավական ուժեղ էր ամեն դեպքում պահպանեց թիմի համար Արցախի պաշտպանության մասից Ցույց Հարությունյանի ուղղությամբ, սակայն այստեղ ուժեղ Զաքարյանն առաջ ուղարկեց գնդակը դեպի Աբրահամյանը, Աբրահամյան Ձախեզրում Զաքարյանը ազատ է, բայց քիչ տարբերակ գտավ Աբրահամյանը, Հակոբյանն Հարությունյանի հետ է խաղում, այ Հարությունյանի փոխանցումը չհասավ հաջողության Հաշվով Արցախի ֆուտբոլիստները ուղղում են Արարատին Արարատը կլավանը Դակա փոխանցում հետ դեպի Թիմի ավակ Մանուկյանը, Մանուկյան Մնացականյանը երկրորդ հարկում հաղթում է բոլորին իսկ Հատինպան մրցավոր Վահագ Ակուլյանը ազդարարում է խաղի ավարտը Շնորհակալություն հետևելու համար ռեպորտաժին խաղը ձեզ համար մեկնաբանեց Գևորգ Մկրտչյանը կհանդիպենք ԱՖԼ-ի հանդիպումների շրջանակներում